Բարև, Բուն TV-ի եթերում սպորտ պոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է, ձեզ համար կաշխատի Գևորգ Ղազարյանը։ Մայիս ամիսը ավարտվում է, իսկ մինչև այդ արդեն ավարտվել են եվրոպական ամենակարևոր առաջնությունները, ինչպես նաև ամենակարևոր մրցաշահերից մեկը։ Ժամանակն է դրանց մասին ամփոփ խոսելու։ Ավարտին է մոտենում նաև Հայաստանի առաջնությունը, դրանից բացի մի շարք այլ հետաքրքիր իրադարձություններ տեղ գտան նախորդ շաբաթվա ընթացքում, երևի թե մեզ համար լրացուցիչ հետաքրքրություն է ներկայացնում նաև Կոնֆերենցիաների լիգան եւ իհարկե գալիք շաբաթվա ամենասպասված իրադարձությունը դա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է։ Այս եւ մյուս հետաքրքիր տեղի ունեցած եւ տեղի ունենալիք իվենտների մասին խոսելու ենք հենց այսօր։ Եվրոպական թոփ առաջնություններից շատերում, օրինակ նույն Ֆրանսիայում, Գերմանիայում, մինչ այդ Անգլիայում, արդեն մի քանի տուր է ինչ հայտնի էր հաղթողի անունը։ Այստեղ ոչ մի ինտրիգ չկար, թերևս հետաքրքրություններ էին հավելյալ մտցնում գավաթի խաղարկությունները, եզրափակիչներ, օրինակ նույն փարիսցիները Չեմպիոնների լիգայից ընդառաջ կարողացան նաև ներքին մրցապայքարում, Ֆրանսիայի տարածքում գավաթը հաղթել եւ այդ կերպ նաև իրենց տրամադրել մեկ խաղյա դիմակայությունների այդ թոհուբոհին տրամադրվել եւ արդեն պատրաստվել Ինտերի հետ արճակատմանը, բայց այդ մասին մենք առանձին կխոսենք հաջորդիվ։ Այս ընթացքում Իտալիայի առաջնությունը ուղղակիորեն մեզ հրաշալի սցենարով վերջաբան 38-րդ մրցափուլ ապահովեց, քանի որ նախորդ մեր թողարկման ժամանակ էլ խոսելով Իտալիայի մասին, ասացինք, որ այստեղ թե վերնամասում, թե միջնամասում, թե լավագույն քառյակի, հնգյակի համար ուղղակի ֆանտաստիկ պայքար է, նույնը նաև կարող ենք ասել նաև վերջնամասի մասին։ Հետաքրքիր է, որ Իտալիայի առաջնության կազմակերպիչները շատ հետաքրքիր քայլի գնացին եւ վճռորոշ չեմպիոնական պայքարի համար վճռորոշ երկու հանդիպումները Նապոլիի եւ Ինտերի տեղափոխեցին ուրբաթ օր, նաև ընդառաջ գնալով Ինտերին օգնելու նրան մեկ օր ավել ժամանակ ունենալ պատրաստվելու համար Չեմպիոնների լիգայի վճռորոշ եզրափակիչ հանդիպմանը, բայց պետք է նաև ընդունենք, որ այդ հանդիպումը Կոմոյի հետ նույնպես գերկարևոր էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զուգահեռ ընթացող Նապոլիի հանդիպումը, եթե ավարտվեր Նապոլիի միավորների կորստով, ապա հենց Ինտերը կդառնար չեմպիոն։ Սա ոնց որ կոնսենսուս գտնելու առումով շատ կարևոր նկատառում է եւ այստեղ իհարկե Հենրիխ Մխիթարյանին եւ նրա թիմակիցներին ոչ մի լավ բան չէր սպասվում, քանի որ Նապոլին կարողացավ վստահորեն իր երկու գնդակը խփել, լավ պաշտպանվել, գրագետ եւ նվաճել Իտալիայի չեմպիոնական տիտղոսը։ Նեապոլցիներին դա իրենց պատմության ընթացքում հաջողվում է 4-րդ անգամ։ Ոչ վաղ անցյալում էին նրանք երկարատև դադարից հետո նորից հաջողացրել դառնալ չեմպիոն, երրորդ չեմպիոնությունը թերևս ամենասպասվածն էր եւ հերթը հասավ այս 4-րդ չեմպիոնությանը։ Իտալիայի A սերիայի ընթացիկ առաջնությունը ինչ որ անոմալ ընթացք ունեցավ։ Նապոլին մի պա ինքը մի քանի միավորի առավելություն ստացավ Ինտերի նկատմամբ եւ տպավորություն էր, որ սահուն ընթացքի դեպքում նեապոլցիներին ոչինչ չի խանգարի։ Բայց պարզվեց, որ կա խանգարող հանգամանք եւ դա հենց իրենք էին։ Իրենք միավորները կորցրեցին եւ ստացվեց այնպես, որ Ինտերը արդեն վերջնամասից մոտ 10-13 տուր առաջ ինքն էր հեգեմոն, միանշանակ առաջատարը, բավականին լուրջ առավելություն ուներ արդեն Նապոլիի նկատմամբ եւ հանկարծ անամպ երկնքում ամպրոպ ու Ինտերը սկսեց մեկը մյուսից հետո ոչ ոքիներ խաղալ, պարտություններ կրել, ոչ պարտադիր միավորների կորուստներ եւ ամբողջ այդ պաշարը Ինտերը ուղղակիորեն տվեց ինչպես բարեգործը կտա գումար, որը անգամ չի էլ նկատի, բայց այս պարագայում Ինտերը ոչ մի կերպ բարեգործական հիմնադրամի տեսքով չպետք է աշխատեր
եւ այդ խաղերն էլ կրկնում եմ այնպես չէր, որ դրանցից մեծ մասում Ինտերը հաղթողի հավակնորդը չէր կամ մրցակիցը անհաղթահարելի էր, թվում է թե մի քանի ճակատով խաղալու հանգամանքն է, որ Ինձագին ու նրա տղաներին խանգարեց, չնայած նրանք էլ իրենց փորձով եւ այն ճանապարհով, որ անցել են տարիների ընթացքում, պետք է որ հասկանային այս կամ այն խաղի կարևորությունը, որտեղ որ չպետք է պարզապես պարտվել։ Եվ հիմա ստացվեց այն, ինչ ստացվեց, եւ դրանից օգտվեց Նապոլին։ Կոնտեն էլ իր հերթին կարողացավ իր տղաներին, իր սաներին, երկրորդ երիտասարդությունը ապրող որոշ ֆուտբոլիստներին, նույն Լուկակոին, Մակտոմինեին, որը որ ճիշտն ասած ոչ վաղ անցյալում ֆուտբոլիստ էր, որը ընկալվում էր միայն որպես մեկնարկային 11-ի համար ձգող ինչ որ ֆուտբոլիստ, որը եթե շատ կոպիտ շարադրեմ, գլխաքանակ եթե, հա, որպես հաշվենք այդ մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին, նա իր դիրքում կարող է անել որոշ գործառույթներ, ավել պակաս չէ, նրանից սպասելիքներն ու ակնկալիքները շատ չեն։ Բայց արի ու տես, որ մեկ այլ առաջնությունում շոտլանդացի ֆուտբոլիստը, որը մշակութապես, լեզվի առումով, ամեն առումով տարբերվում է, կարողանում է ինտեգրվել ֆուտբոլ խաղի տեղի ինստիտուտում այնպես, ինչպես երբևէ նախկինում։ Եվ նա իրեն գտնում է, սա իր լավագույն մրցաշրջաններից մեկն է, կարող ենք նրան անձնապես, անհատապես շնորհավորել։ Եվ իհարկե վերադառնանք Նապոլիին։ Նապոլին իրեն ստիպում է սիրել, քանի որ փոքր, համեստ, փոքր ես նկատի չունեմ այդ քաղաքը կամ ակումբն է փոքր, ոչ, ինքը մեծ պատմություն ունի, բայց համեմատությամբ եվրոպական գրանտների նա իհարկե փոքր ակումբ է։ Եվ փոքր լինելով դրա հետ մեկտեղ նա իրապես ունի հավակնություններ լինելու ու մնալու որպես top ակումբ, հա, հավասարվելու են ամենաներին։ Երևի թե այստեղ պակասում է մեկ բան՝ ստաբիլ ելույթները առհասարակ, ստաբիլությունը Եվրոպայում եւ որոշակի հաջողությունները հենց Եվրոպայում։ Ահա այս ամենը եթե Նապոլիի մոտ ստացվի, նա կդառնա իրոք նախևառաջ իտալական կայուն գրանդ, որը ոչ թե վայրի վերումներով է ինչ որ փուլերով հաջողություններ ունենում եւ հետո կորում գնում, մոռացության մատնվում, այլ մշտապես կլինի առաջին քառյակում, մշտապես կլինի հաղթողի հավակնորդ Իտալիայի A սերիայում, այլ ոչ թե թիմ, որը օգտվեց հանգամանքների բերումով, այնպես ստացվեց իրավիճակը, որ նրանք կարողացան այդ միավորները կժմտել, ինչպես ասում են, եւ բավական քանակի միավորներ ունենալ առաջնության վերջում, վերջին քայլը կատարել հենց վերջին տուրում եւ հաղթել։ Չէ, Նապոլին կարող է, իր մեջ նա կուտակել է պատմական ներուժ, փորձ եւ վերջին շրջանում պարզապես Իտալիայի հարավը ներկայացնող այդ քաղաքը ցանկանում է սահմանել, որ հետ այսու ինձ մեկ աչքով չնայեք, ես այստեղ կամ, իտալական ֆուտբոլը կա նաեւ այս հատվածում հռոմից ներքև եւ կներեք, բայց այլևս այդպես չի լինելու, որ դուք մտածեք, թե այ Իտալիայի հյուսիսի թմերը, որոնք տնտեսապես, ֆինանսապես, հնարավորություններով պատմականորեն միշտ եղել են ավելի կայուն, ավելի ցանկալի, դա այդպես այլևս չի լինելու։ Կարծում եմ հենց այս մրցաշրջանը դրա սահմանման ամենավառ օրինակն էր։ Ինչ եղավ արդեն լավագույն քառյակի մասով, հա, Յուվենտուս, Ռոմա եւ Լացիո, հա, այս երեք ակումբները հանգստյան օրերին, կիրակի օրը նույն ժամին մեկնարկած խաղերում հնարավորություն ստացան իրենց հարցերը լուծելու։ Թերևս ամենավատ դրությունը, որում հայտնվել էր այդ շարքում, դա Լացիոն էր, որը ոչ միայն պետք է հաղթեր, այլ նաև պետք է ակնկալեր, որ այն հիմնական մրցակիցները, որոնց հետ պայքարելու է նա 4-րդ հորիզոնականի համար, նրանք էլ իրենց հերթին կկորցնեն միավորներ։ Այդպես ընդհանրապես տեղի չունեցավ։ Դեռ ավելին ինքը Լացիոն պարտվեց։ Դրա փոխարեն շատ բարդ խաղում հաղթանակ տոնեց Յուվենտուսը։ Արտագնա խաղ Վենետո շրջան
պատմական հայերիս համար շատ հարազատ մի քաղաք Վենետիկ, հա, եւ տեղի Վենեցիան, որը իր հերթին իրապես իրական 3 միավորի կարիք ուներ, այն էլ Յուվենտուսի պես թիմի հետ պայքարում, որպեսզի մնա Սերիա A-ում, ամեն ինչ մի պահ անգամ այդ ուղղությամբ ընթանում էր, Վենեցիան առաջինը բացեց հաշիվը, սակայն պահպանել առավելությունը չկարողացավ, առաջին գոլը չեղարկվեց, բայց քիչ անց արդեն Յուվենտուսն իր ասելիքը ասեց, երկրորդը, ապա երրորդը մի պահ Վենեցիան հաշիվը հավասարացրեց, բայց նորից Յուվենտուսը արդեն, ինչպես ասացի, երրորդ գնդակն ուղարկեց եւ հարցերը լուծեց 3-2 Վենեցիայի համար սա ուղեգիր էր Սերիա B, Յուվենտուսի համար սա ուղեգիր էր Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկություն եւ Ռոման իր հերթին նույնպես հյուրընկալվելիս հաղթանակ տոնելով իր տեղը ապահովեց Եվրոպա լիգայում։ Ֆիորենտինան նույնպես հաղթեց եւ Կոնֆերենցիաների լիգայում հանդես կգա։ Իր համար ամենահարազատ մրցաշարում, որտեղ նա 2 անգամ 2 տարի հասել է մինչև եզրափակիչ։ Այս մրցաշրջանում նա հասել էր մինչև կիսաեզրափակիչ, շատ մոտ էր Բետիսի փոխարեն խաղալու դեմ Չելսիի, բայց այստեղ մի քայլ երևի կես քայլ չպակասեց, կես քայլ պակասեց եզրափակիչ հասնելու համար եւ ստացվեց այնպես, որ առաջնությունում իրենք այդուհանդերձ պնդեցին, որ պետք է այդ շանսը նորից ստանան, կոնֆերենցիաների լիգայում իրենց տեղը ունենան եւ գալիք մրցաշրջանում նորից երևի թե պայքարեն եզրափակիչ հասնելու համար, թե այնտեղ ինչ կստացվի, մենակ իրենք գիտեն։ Եվ վերջապես Իտալիայի առաջնության մասին, այսպես որպես ամփոփում վերջաբան շատ հետաքրքիր ստացվեց, իրոք արժանի թիմեր էին բոլոր հատվածներում եւ նրանք պայքար մղեցին այն խաղերում անգամ պայմանական թիմերը, հա, նույն Վերոնան, նույն Լեչեն, նույն Տորինոն, անգամ այն պայմաններում, երբ նրանց համար այս կամ այն միավորը որևէ հարց չէր լուծում։ Տպավորություն կար, որ հենց այս առաջնությունում Իտալիայի տարբեր հատվածների ակումբներ ատելով ատում են միմյանց եւ ամեն կերպ ցանկանում մյուսի անհաջողությունը, անգամ եթե իրենք որևէ հաջողություն ունենալ չեն կարող, այնպես են անելու, որպեսզի իր մրցակիցը ունենա խնդիրներ։ Իմ ասածը կարող է բնորոշել ընդամենը մեկ հանգամանք, Կիրակի օրվան բաժին հասած բոլոր խաղերում հաղթել են հյուրերը։ Եվ հենց այդ միտքն էլ թող լինի ավարտականն ու վերջինը Իտալիայի համար, հաջորդիվ մենք խոսելու ենք Անգլիայի առաջնության մասին, այնտեղ նույնպես առաջնությունը ավարտվեց, 38-րդ մրցափուլը տեղի ունեցավ, հաղթողին մենք արդեն վաղուց գիտեինք, այդ մասին մենք առանձին էպիզոդ ենք ունեցել, որտեղ բավական երկար խոսել ենք Լիվերպուլի մասին, բոլոր Լիվերպուլի երկրպագուները կարող են առանձին դա YouTube-ում դիտել, իսկ ամփոփ թե ինչ տեղի ունեցավ, ինչն էր հետաքրքիր, ինչ սպասել գալիք մրցաշրջանում, խոսենք հաջորդիվ, նաև կանրադառնանք 2 անգլիական ակումբների, որոնք որ մի քանի օր առաջ վիճարկեցին եվրոպական արժեքով երկրորդ ֆուտբոլային տիտղոսը եւ այնտեղ անսպասելի շատերի համար, բայց գոնե իմ համար շատ ցանկալի հաղթանակ տոնեց Տոտենհեմ Հոտսպուրը։ Ապերինյան թերակղզուց սենց շատ արագ չվենք գնանք դեպի Անգլիա կղզի եւ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանի մասին խոսենք, երևի թե գլխավոր անհաջողակը, թաքնված անհաջողակը պետք է որ լինի Մանչեսթեր Սիթին։ Հեգեմոն թիմ վերջին մրցաշրջանների ընթացքում պարբերաբար ինչ-որ տիտղոս նվաճած շատ կայուն ելույթներ ունեցող մի ակումբ, որը հոգեպես, մենտալ առումով ինքն իրեն սպառել էր այս մրցաշրջանում ինքն իրեն սպառել էր նաև Պեպ Գվարդիոլան։ Նրան տեսանք շատ էմոցիոնալ, նրան տեսանք մարդու կերպարով, որը այլևս չէր կարողանում ինքն իրեն կառավարել եւ չէր հասկանում, թե ինչու չի կարողանում կառավարել այնպես, ինչպես դա հաջողվում էր անել նախկինում։ Թե որ պահին սկսեց սուզվել Մանչեսթեր քաղաքի երկրորդ թիմը, դժվար է ասել, բայց միանշանակ է, որ նրանք շարժվեցին իրենց համաքաղաքացիների հետևից Մանչեսթեր Յունայթեդի։ Միասնաբար էին նրանք սուզվում դեպի, չգիտեմ, ծովածոցի ջրերը,
քանի որ շատ ավելի խորն է սուզված հենց ինքը Manchester United-ը։ Manchester United-ը ըստ իս անգամ էլ ավելի խայտարակ վիճակում գտնվելով, բայց այդ աստիճան ամպագորգոր չէ ասել, որ նրանք ավելի ցածր են գտնվում, քան Manchester City-ն, քանի որ Manchester City-ն քանդվեց մեկ մրցաշրջանի ընթացքում, իսկ Manchester United-ի անկումը շատ ավելի վաղ էր սկսվել։ Այո, երկու ակումբները գնում են ինչ որտեղ ընդհատակ, ծովի հատակ, հասկանալու համար թե անգլիական ֆուտբոլի ամենացածր դիվիզիոնները, ամենացածր տեղերը ինչ կարող են իրենց տալ, իր հերթին Manchester United-ի մասով։ Նրանք չեն կարողանում վերադառնալ անգլիական ֆուտբոլ այն բանից հետո, երբ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը հեռացավ ակումբից։ Որոշակի մանր ու միջին հաջողություններ եւ տիտղոսներ, այո, նրանք ունեցան։ Կասեք մանր միջին տիտղոս էս անվանում նաև Եվրոպա լիգայի գավաթը, սակայն մի մոռացեք, թե ինչ է Manchester United բրենդը ֆուտբոլային աշխարհի համար։ Տասնամյակներ շարունակ եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլում գոնե ըստ իս եղել է 5 անուն, որոնք որ ֆուտբոլային երկրպագուի համար նշանակել են մոնոլիտ ինչ-որ բաներ։ Նվազագույնը հաղթող ակումբներ, այդ թվում Manchester United, Real Madrid, Barcelona, Bavaria եւ Juventus։ Երկու ակումբ Իսպանիայից, մեկական Գերմանիայից, Իտալիայից ու Անգլիայից։ Այս ակումբները եղել են հաղթողի մոնոլիտ անուններ, որոնք որ աներկբա է, որ նրանք բոլոր տեղերում պայքարելու են չեմպիոնության։ Ու հիմա նրանցից մեկը ուղղակիորեն կորցրել է թե ինքն իրեն, թե իր պատմությունը։ Եվ նման ակումբի ճանապարհին Եվրոպա լիգայի գավաթը դա ինչ որ միջին նվաճում է, որպեսզի նրանք պետք է ամեն տարի ունենան։ Այ ինչպես օրինակ Մադրիդի Ռեալը եւ Բարսելոնան իրենց փիլիսոփայության մեջ ունեն մեկ սահմանում, դա ինչ որ կանոն չի, որը եթե չլինի, այդ ակումբը փակելու են։ Ոչ, դա սահմանում է, թե ինչի համար են իրենք պայքարում, հա։ Եվ դա նվազագույնը ասում են Բարսելոնայի իրական սահմանման տեսքի մասին է խոսքը եւ այնտեղ գրված է, որ կատալոնական ակումբը ամեն մրցաշրջանում պայքարում է 3 հիմնական տիտղոսի համար՝ Իսպանիայի գավաթ, Իսպանիայի չեմպիոնություն եւ Չեմպիոնների լիգայի գավաթ։ Այստեղ չի դիտարկվում հավանական որևէ սցենար չի դիտարկվում, որտեղ որ Բարսելոնան չի խաղալու Չեմպիոնների լիգայում, խաղալու է Եվրոպա լիգայում ու պայքարելու է Եվրոպա լիգայի տիտղոսի համար։ Հասկանում եք, նմանը եղել է նաև Manchester United-ը։ Ու հիմա տեսնել մի թիմ, որը 16-րդ հորիզոնականում հազիվ է ինչ որ մի բան անում, նրա խաղը ոչինչ չի հիշեցնում, նա պարտվում է եզրափակիչը, որում որ հաղթողի հիմնական հավակնորդն էր, այո, հնարավոր է, չգիտեմ, ինչ որ մասնագետները 60-40 էին տալիս, անգամ որոշները 70-30, բայց լավ, համեստ գտնվենք 60-40, որտեղ 60-ը իհարկե հոգուտ Manchester United-ի, բայց այդ աստիճան ապաշնոր եզրափակիչ անցկացնել Իսպանիայում, Բիլբաո քաղաքում տեղի ունեցավ, բասկերի երկրում եզրափակիչը, որտեղ որ շատերը անգամ հավանական էին համարում, որ Manchester United-ի փոխարեն պետք է լինի հենց տեղի ակումբը Ատլետիկ Բիլբաոն, նա շատ լավ մրցաշրջան էր անցկացնում եւ անակնկալ կերպով կիսաեզրափակիչ խաղերում նրանք փլուզվեցին։ Իդեպ հոգուտ Մանչեսթերի էր նաև այն հանգամանքը, որ նա կիսաեզրափակիչում խաղալով այն Ատլետիկ Բիլբաոյի հետ հնարավորություն էր ունեցել հենց Սան Մամեսում հանդիպում անցկացնելու, պատրաստվելու, զգալու այդ մթնոլորտը, խաղադաշտը, խոտը, ամեն ինչ։ Մեծ հաշվով նրանք ունեին թե առավելություն որպես անուն եւ բրենդ, թե մրցաշրջանի ընթացքում ինչպես էին անցել ճանապարհը, լավ գոնե Անգլիայի առաջնությունում նրանք մեկ հորիզոնական ավելի բարձր էին, քան Տոտենհեմը։ Եվ այդ բոլոր հանգամանքները Manchester United-ը եւ նրանց պորտուգալացի նոր մարզիչը
որը լքել էր Sporting-ը շատ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող, որը նաև այս տարի Պորտուգալիայի չեմպիոն դարձավ իդեպ առանց Ամորիմի։ Դրեցին մի կողմ եւ ցուցադրեցին իրենց վատագույն հանդիպումներից մեկը։ Հիմա շատերը կարող են այդ հանդիպման մասին այլ կարծիք ունենալ։ Շատերը կարող են այդտեղ տեսնել դրվագային, բայց պայքար մղող Manchester United։ Ես այդ ամեն ինչը չտեսա, քանի որ այդ պայքարող տեսակը ոչ թե պետք է լիներ դրվագներով մի քանի րոպե կամ վերջին 10 րոպեների եւ ավելացրած 7 րոպեի ընթացքում, այլ ամբողջ հանդիպումը պետք է Manchester United-ը մեկ շնչով անցկացներ, բարձր տեմպով, մշտապես ճնշելով եւ ունենալով բազմաթիվ իրական ռեալ դրվագներ, ստեղծել նմանները, գործել սուր, նմանները գրեթե չկային։ Իր հերթին Տոտենհեմը հասկանալով իր համեստ հնարավորությունները տվյալ խաղում, կարծես թե մեկ շատ պարզ պրոզայիկ մտքով եւ մտայնությամբ էր դա դուրս եկել, պարզապես սահմանելով։ Ըստ երևույթին ես պայմանականորեն Պոստեկոգլուի խոսքերն եմ ասելու, որը որ նա երևի թե ուղղել էր իր սաներին։ Տղաներ, դուք ունենալու եք 1-2 պահ, իրական, ոչ իրական, 90%-անոց, 50%-անոց պարզապես այդ 1-2 պահերից որևէ մեկը դուք պարտավոր եք իրացնել։ Դրանից հետո ձեզ վրա է դրվելու մեկ բան, մեկ պարտականություն, պաշտպանվել գրագետ, լինել ուշադիր, չունենալ գնդակի անիմաստ կորուստներ, մեկը մյուսի փոխարեն փակել դիրքերը եւ պայքարել պարզապես մինչեւ վերջ, որը նրանք իդեալական արեցին։ Պետք էր տրամադրվել մեկ խաղ, սա վճռական վճռորոշ խաղ է, սա ինչ որ պայմանական հերթական տուրի Բրայթոնի հետ հանդիպում չէ, դա ինչ որ պայմանական հերթական տուրի Լիվերպուլի հետ հանդիպում չէ, որը որ կհաջողվի, չէ, սա մի խաղ է, որը պետք է մի ամբողջ խաղ մրցաշրջան դիտարկել, հա, եւ նրանք կարողացան տրամադրվել։ Ես այդ բառը կօգտագործեմ, շատ փնթի գոլ խփել եւ ըստ էության հետագա րոպեների ընթացքում իսկ այնտեղ կար խաղակես ու դրանից էլ ավել պահպանել այդ առավելությունը Վան դե Վենի կենացնել խմել, քանի որ նա ամենաիրական դրվագում, որը որ 100% ավարտվելու էր դարպասի գրավմամբ, նա կարողացավ դա էլ չեղարկել եւ պահպանել նվազագույն 1-0 հաշիվը։ Նայելու շատ բան չկար։ Ես այդ հանդիպումը նայել եմ որպես Տոտենհեմի երկրպագու։ Ինձ այստեղ մշտապես տեսել եք Տոտենհեմի շապիկով։ Ես միշտ առաջին քննադատներից մեկն եմ նաև եղել, որովհետև այդ ակումբը պարզապես տատանվում է այնպես, ինչպես որևէ մեկը չի տատանվում։ Ոչ մի ակումբ չի կարող Անգլիայի առաջնության չեմպիոնի հավակնորդ լինել, տանուլ տալ ամբողջ մրցաշրջանը, հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, տանուլ տալ եզրափակիչը, այդ ընթացքում ոչ մեկ անգամ ինչ որ եզրափակիչներ հասնել։ Լիգայի գավաթում նա ոչ վաղանցյալում եւս մեկ անգամ հասել էր եզրափակիչ 2007-8 մրցաշրջանում լիգայի գավաթն էր հաղթել, վերջին տիտղոսն էր դա նրանց, կարճ ասած նվազագույնը 17 տարի նրանք որևէ բան չէին հաղթել։ Եվ հասկանալով նրանք մոտեցան իրավիճակին, որ պարզապես իրոք այսօրը այն օրն է, երբ մենք չենք մտածում գեղեցիկ ֆուտբոլի մասին, մենք խոսելու ենք միայն արդյունք տվող խաղի մասին, նպատակի մասին։ Մեր ակումբի հեղինակության հարցն է դրված եւ պետք է լուծել այդ հեղինակության հարցը։ Աշխատեց նաեւ մեկ այլ չգրված օրենք, դա այն է, որ համեստ Անգելոս Պոստեկոգլուն համեստ իր կարիերայի եւ անձնական նվաճումների տեսանկյունից դերևս գոնե իմ համար ամենահիշարժանը նրա Ավստրալիայի հավաքականը գլխավորելու հանգամանքն էր, դրանից ավել այնտեղ շատ բան չկա, բայց նա մշտապես ինչ որ իր երկրորդ մրցաշրջանների ընթացքում ունենում է ինչ որ հաջողություններ, այդ մասին նա շատ խոսեց, ասեց, որ անգամ այդ մասին պատմել ասել է այստեղ տեղի ակումբի ներկայացուցիչներին բոլորին, ովքեր իրեն շրջապատել են եւ շատերը կասկածամիտ են գտնվել։ Պոստեկոգլուն ապացուցեց, որ երկրորդ մրցաշրջանում այո, նա կարող է տիտղոս նվաճել անգամ այնպիսի ակումբի հետ, ինչպիսին Տոտենհեմն է, որի թանգարանը տիտղոսների վաղուց արդեն փոշոտել էր, ամենտեղ մեմեր ու կատակներ էին այն մասին, որ դռները բացել են այնտեղ լիքը
փոշի է եւ պետք է ամբողջ թանգարանը մի հատ տեսքի բերել ու հասկանալ թե որտեղ է տեղ գտնելու Եվրոպա լիգայի գավաթը, որը ի դեպ այդ ակումբի համար երրորդն է, շատերը կարող են մտածեն, որ Տոտենհեմը ընդհանրապես որևէ տիտղոս չունի, բայց ընդհանրապես այդպես չէ, քանի որ նախկինում UEFA-ի գավաթը երկու անգամ նրանք նվաճել էին, նրանք եղել են ընդհանրապես առաջին անգլիական ակումբը, որը Եվրոգավաթ է նվաճել, դա արդեն վաղուց գոյություն չունեցող գավաթակիրների գավաթն է եղել, եւ այո, նրանք առաջին անգլիական ակումբն են եղել, որը եվրոպական գավաթ են նվաճել։ Այնպես որ այնտեղ բավական ներկայացուցչական տիտղոսներ կան, Անգլիայի 2 չեմպիոնական գավաթ կա, եւ նրանք ունեն ինչ-որ մի բան ցույց տալու։ Նվազագույնը այդտեղ ինչ-որ մի բան էլ ավելացավ։ Հիմա ըստ էության նրանք կարող են հպարտանալ եւս մեկ հանգամանքով, որ խաղալու են Եվրոպայի մեկ այլ գավաթի, սուպեր գավաթի համար։ Այդպիսի հնարավորություն տրվում է ոչ բոլորին եւ նրանք կարող են մեկ մրցաշրջանի ընթացքում արդեն օգոստոսին երկրորդ տիտղոսը նվաճել, ինչու՞ չէ։ Թե Paris Saint-Germain-ը, թե Ինտերը, հավանական երկու մրցակիցները այնպիսի ակումբներ չեն, որոնց դեմ մեկ խաղ անհնար է տրամադրվել, անհնար է փորձել հաղթել։ Ոչ, այդպես չէ, նրանք կարող են մեկ խաղում հաղթել, նրանք իզորու են։ Դա նրանք ապացուցեցին Բիլբաոյում։ Թերևս այսքանը Անգլիայի առաջնության մասին եւ գլխավոր անակնկալը նաեւ անգլիական ֆուտբոլի երկրպագուների համար այն է, որ Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանում Անգլիայի առաջնությունը միանգամից 6 ներկայացուցիչ է ունենալու առաջին 5 հորիզոնականները զբաղեցնողը եւ առաջնությունը գրեթե լքելու կարգավիճակ ունեցող Տոտենհեմը, որը որ միավորների իհարկե շատ լավ պաշար իր համար ստեղծել էր եւ ապահովագրել ինքն իրեն, բայց նրանք իրենց տեղը ապահովեցին Չեմպիոնների լիգայում շնորհիվ Եվրոպա լիգայում հաղթանակի։ Նրանք անգլիացիները կունենան 6 ակումբ գալիք մրցաշրջանում։ Թերևս այսքանը շնորհավորենք Տոտենհեմին, ցավակցենք Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուներին եւ մնում է մեկ բան նրանց՝ մաղթել, հուսանք, որ ժամանակները կփոխվեն, կգան ղեկավարներ, մենեջերներ, որոնք որ կհասկանան, թե ինչ բրենդի, ինչ անվան հետ են նրանք խաղում, ինչ անվան հետ նրանք գործ ունեն եւ ինչպես պետք է այն կառավարել, մենեջ անել, որպեսզի նման խայտառակ իրավիճակում Մանչեսթեր Յունայթեդի պես լեգենդար ակումբը այլևս երբեք չհայտնվի։ Անգլիայից էլ մի պահ գանք Իսպանիա, հակիրճ Իսպանիայի առաջնության մասին, որտեղ եւս շատ բան պարզ էր, վերջին տուրը շատ հետաքրքիր մի հանդիպում խորագիր ունեցավ, որտեղ որ Ատլետիկը ցավոք սրտի հերթական անգամ պարտվեց, հերթական 6-րդ պարտությունը եւ պարտությունների քանակով առաջին քառյակը ասենց հավասարվեց, իդեալական, թե Բարսելոնան, Մադրիդի Ռեալը, Մադրիդի Ատլետիկոն եւ Ատլետիկը ընդամենը 6-ական պարտություն ունեն, այսուհետ դա անցյալ ժամանակով ենք մենք խոսում։ Վստահ առավելություն 3-0 հաշվով կատալոնական ակումբը ապացուցեց, թե ինչու է ինքը ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը եւ ուր է գնալու, նվազագույնը գալիք մրցաշրջանի կտրվածքով, եթե մենք դիտենք։ Մենք կարող ենք նաև մեկ այլ սահմանում ունենալ, այստեղ որ մի ակումբ, որը ոչ վաղ անցյալում Չեմպիոնների լիգայում բավական հետաքրքիր խաղեր ցույց տալիս, նա վերադառնում է 5-րդ հորիզոնականը զբաղեցնելով, խոսքը Վիլյարեալի մասին է, եւ պետք է խոսենք նաև Բետիսի մասին, որը 6-րդ տեղը գրավեց, նա ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի խաղարկությունում, բայց Բետիսը նաև ունի մեկ այլ ավելի կարևոր հանդիպում կոնֆերենցիաների լիգայի եզրափակում, որտեղ անգլիական Չելսիի հետ է խաղալու։ Բայց այդ մասին մի քանի րոպեից կխոսենք, քանի որ մինչ այդ իսպանական ֆուտբոլի մեկ այլ ակումբի եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններ պետք է քննարկենք ու քննենք, դա Կարլո Անչելոտիի հեռանալն է, դա Լուկա Մոդրիչի հեռանալն է եւ Խավի Ալոնսոյի գալը, Մադրիդի Ռեալ գալը, վերադառնալը արդեն մարշի կարգավիճակով լավագույն մրցաշրջանը չէր արքայական ակումբի համար։ Նրանք ինչպես միշտ է կտրուկ են արձագանքում,
տեղի ունեցողին Կարլո Անչելոտին, որը ֆանտաստիկ մրցաշրջաններ է անցկացրել, ֆանտաստիկ քանակի տիտղոսներ ապահովել արքայական ակումբին, միտեղ սայթակում է եւ շատ շնորհակալություն Պապա Կարլո, դու արել ես շատ բան եւ մենք քեզ շնորհակալ ենք, բայց ժամանակն է, որ ճամփաբաժանի հատվածը արդեն մենք տեսնենք, դու գնաք այս ուղությամբ, մենք գնանք այս ուղությամբ։ Կարլո Անչելոտիի համար այս ուղությունը դա Բրազիլիայի հավաքականն է, իսկ Մադրիդի Ռեալը գնում է իր նախկին ֆուտբոլիստի, որ արդեն դարձել է մարզիչ, որ արդեն ունի բավական լուրջ ֆուտբոլային համբավ, Leverkusen-ի Բայերի հետ, որը ոչ վաղ անցյալում հայտնի էր որպես Neverkusen եւ երբեք որևէ բան չհաղթող ինչ-որ ակումբ, դարձավ Ալոնսոյի հետ միասին Գերմանիայի առաջնության հաղթող, եւս մեկ մրցաշրջան, ոչ այդքան հաջող, նրանք երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում, պարտվում են այդ պայքարում Բավարիային եւ Հարի Քեյնին, իսկ Խավի Ալոնսոն ասում է շնորհակալություն եւ վերադառնում իր համար շատ ավելի հարազատ դարձած մի երկիր, միջավայր եւ ակումբ, արքայական ակումբ, որի հետ նա պետք է փորձի ինչ-որ մի բան նվաճել։ Հիմա այստեղ եկեք հասկանանք, թե ինչ պատմություն կարող է ստացվել մեզ մոտ։ Արդյոք կատալոնական Բարսելոնայի Խավի փորձը կկրկնվի, երբ որ լավ ֆուտբոլիստ, ֆանտաստիկ կարիերա ունեցած ֆուտբոլիստ, ով դարձել է մարզիչ եւ ցանկանում է իր ակումբին ինչ-որ ավել բան տալ արդեն որպես մարզիչ, բայց բանից բարձում է, որ այդքան էլ չի ստացվում այդ ամենը։ Կստացվի տենց ինչ-որ մի բան մադրիդցիների դեպքում եւ արդյոք նրանք պատրաստ են ներել օրինակ մեկ անհաջող մրցաշար, թե ոչ մի դեպքում եւ առաջին իսկ պարտությունների եւ առաջին իսկ անհաջողություններից հետո արքայական ակումբը պատրաստ է նույն Ալոնսոին նույնպես ասել ճամփաբաժանը շատ արագ եկավ, մենք նույնպես պետք է իրար ձեռք սեղմենք եւ հեռանանք։ Կստացվի այդպես, թե այդուհանդերձ, չնայած այդ ճնշմանը, իսկ այդ ճնշման տակ աշխատելու փորձ իսպանացին ունի, պատվով կարողանա դուրս գալ, կարողանա կազմում ճիշտ փոփոխություններ կատարել, գտնել այն ֆուտբոլիստներին, գտնել այն թույլ օղակները, որը ունի արքայական ակումբը, նվազագույնը դա պաշտպանության մասին է խոսքը, եւ շտկելով ճանապարհ հարթի դեպի հերթական տիտղոսները։ Իսկ նրանց թանգարանը հավատացնում եմ աշխարհում ամենահարուստներից մեկն է։ Հեռանում է նաև Լուկա Մոդրիչը, ում հետ խաղացել էր Խավի Ալոնսոն, երբ երիտասարդ էր եւ երբ նա դեռ ֆուտբոլիստ էր։ Կարծում եմ դժվար է ասել, թե մի իրադարձությունը մյուսով էր պայմանավորված, չէ, բայց ես շատ կցանկանայի հետագայում որոշ ժամանակ անց Մոդրիչի այս մրցաշրջանը, սրա նախորդած եւ այս որոշումը, թե ինչպես է նա կայացրել, ինչ որ ներքին խոհանոցային ինչ որ մակարդակի այդ ակումբի հետնաբեմում ինչ է կատարվում, որոշ մանրամասներ կցանկանայի ես լսել, քանի որ եթե Իսպանիայի մասին ենք մենք խոսում, ես մշտապես երկրպագել եմ կապտանառնագույններին, ունեցել եմ ու շարունակում եմ այդ ատելությունը ունենալ ամեն այն գծի բնորոշող որակի, որ հատուկ է Մադրիդին, ես չեմ սիրում, բայց չգնահատել առանձին ֆուտբոլիստների, առանձին խաղեր, ֆանտաստիկ արդյունքներ, իհարկե ես չեմ կարող եւ ընդունում եմ, որ դա մեծ պատմությամբ հսկայական ակումբ է, երկրպագուական էլ ավելի ֆանտաստիկ բազայով եւ չընդունել որոշ խաղացողների տիեզերական մեծությունը, նույն այդ թվում եւ Լուկա Մոդրիչի ես չեմ կարող։ Նրան շատ եմ հարգում եւ նրա ունեցած, ինչպես անգլերեն են ասում, impact-ը ամբողջ համաշխարհային ֆուտբոլի վրա այնքան մեծ է, որ ես անգամ ինձ համար պայմանականորեն կարող էր ընդհանրապես մեկ լինել, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, բայց կցանկանայի նա հետագայում հետգրությամբ ինչ որ պատմեր, թե այս մրցաշրջանը, այս անհաջողությունները, Կարլո Անչելոտիի հեռանալը, ինչպես է նա տարել, ինչպես է տրվել նրան այդ որոշումը, որ ինքը նույնպես պետք է լքի մադրիդյան ակումբը 1-2 տասնյակից ավել տիտղոսներ նվաճելուց հետո։
հրաժեշտների մասին ստացվեց այս խոսքը եւ չնայած դրանց շարքում կար նաեւ ոչ հրաժեշտի խոսք, այլ դիմավորելու, լավն ու նորը մաղթելու խոսքը Ալոնսոյի մասին է։ Տեսնենք գալիք մրցաշրջանը Իսպանիայում, Լա Լիգայում շատ հետաքրքիր է այդ առումով լինելու, տեսնելու ենք մասնագետի, ով կրկնում եմ, ունի արդեն ինչ որ շատ լուրջ ներդրում արած գերմանական ակումբի համար եւ այդ իր փորձով գալու է լուծել ել ավելի մեծ ինստիտուտի ունեցած խնդիրները։ Կստացվի դա թե չէ, արդեն կիմանանք այս տարի, սկսած աշնանից, աշնան հատվածով կտրվի մեկնարկը եւ արդեն գալիք տարի կհասկանանք թե ինչ վերջաբան է այդ ամենը ունենալու։ Վերադառնանք Հայաստան։ Մենք Հայաստանում էինք, Հայաստանից հեռու չէինք գնացել, բայց ժամանակն է արդեն ոչ միայն ֆիզիկապես գտնվելու Հայաստանում, այլ նաև քննարկելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում։ Անցած օրերին Հայաստանում տեղի ունեցած մի քանի հետաքրքիր ֆուտբոլային ու ֆուտզալի հետ կապված իրադարձությունների մասին ու խաղերի մասին ենք խոսելու։ Հայաստանի առաջնությունը արդեն ունի հաղթող, Գավաթի խաղարկությունը եւս ժամանակն է ամփոփելու որոշակիորեն, չնայած նրան, որ գալիք օրերի ընթացքում տեղի կունենան նաև վերջին տուրի հանդիպումները, մեծ հաշվով Նոան իր հեգեմոնիան պահպանեց մինչև վերջ, արժանի խաղ ցուցադրեց նաև սեփական արկիտակ նախավերջին տուրի Արարատ Արմենիայի հետ դիմակայությունում, արդեն որպես չեմպիոն նրանք արժանի խաղով 2-0 հաշվով հաղթանակ տոնեցին, այնտեղ հաշիվը կարող էր ել ավելի մեծ լինել, նրանք եթե իրենց պահերը օգտագործեն, Արարատ Արմենիան չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ, դիմակայել մրցակցին այնպես, ինչպես որ նրանք իրապես ցանկանում էին, տեղ ու դրվագներ կային, պատճառներ կային, որոնք որ պետք է պարտադրեին նրանց ել ավելի լավ խաղալու, բայց դա հիմա չստացվեց, իսկ մենք Նոայի խաղացողների առանձին ու հնարավորությունները առհասարակ որպես ակումբի մենք գիտենք, նրանք արժանիորեն, ընդգծում եմ, արժանիորեն հաղթում են այս առաջնությունը եւ պատրաստվում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ Դա եւս մեկ քննություն է հայկական ակումբային ֆուտբոլի համար, քանի որ նման ծավալի ներդրումային, ծախսային եւ ֆուտբոլիստների որակային առումով սենց հիմքով ակումբ երևի թե նախկինում մենք չենք ունեցել, սա նոր խոսք է եւ նման մակարդակում ներկայանալով եվրոպական ամենակարևոր ակումբային մրցաշարին մենք կարող ենք տեսնել այդ որոշակի ներդրումների արժեքը, երբ որ դա համադրում ենք եվրոպական մեծ ֆուտբոլի հետ։ Տեսնենք թե դա ինչ արդյունք կարող է տալ։ Այդ ընթացքում մենք ունենք արդեն 3 ակումբ, որոնք որ իրենց ելույթները ավարտել են, Վեստ Արմենիան արդեն այդ մասին խոսել ենք, նա առհասարակ իր ելույթները ավարտեց ժամանակից շուտ, քանի որ կարգապահական կոմիտեն որոշում կայացրեց, որ խաղերին չներկայանալու պատճառով եւ այլն, պարզապես այդ կերպ շարունակել չի կարելի, ակումբը ունի խնդիրներ, դրանք չի կարողանում լուծել եւ նա պետք է ժամանակից շուտ բարձրագույն խումբը, նախկինում բարձրագույն խումբը, իսկ հիմա Fastex Premier League-ան լքի, ավարտում են իրենց ելույթները նաեւ Փյունիկը եւ Շիրակը։ Նրանք արդեն իրենց հերթական վերջին 30-րդ հանդիպումը անցկացրին, հետաքրքիր խաղեր նաև Վանի եւ Փյունիկի միջև, չնայած նրան, որ Վանը մի քանի մրցափուլ առաջ որոշակի հերու, բայց շանսեր ուներ այդ 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու եւ այդ շանսը կորցրեց հանգամանքների բերումով, այդուհանդերձ ոնց որ իր վրա պատասխանատվություն էր վերցրել ապացուցելու, որ այս պայի դրությամբ նրանք շատ ավելի ուժեղ ակումբ են, քան նույն Փյունիկը։ Եվ դա նրանք հաջողությամբ արեցին Չարենցավանում 3-2 հաշվով հաղթելով արդեն նախորդ մրցաշրջանի չեմպիոն Փյունիկին։ Իհարկե, այլևս տեսական շանսեր նրանք չունեն 4-րդ հորիզոնականը գրավելու, այդ կերպ նաև նվաճելու կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր, բայց այդուհանդերձ մենք արդեն կարող ենք սահմանել, որ Հայաստանի առաջնությունում ունենք շատ պինդ մի ակումբ, որը առաջին քառյակի, Նոայի, Արարատ Արմենիայի, Ուրարտու եւ Փյունիկի հետ հավասար կարող է ոտգծել։ Իդեպ առաջ ընկնելով ասեմ, որ Վանը իրեն արժանի դրսևորել է նաեւ անքննելի առաջատարի, Նոայի հետ խաղերում, թերևս միակ ակումբն է, որը ստաբիլ կարողացել է թե հաղթել, թե միավորներ կորզել Նոայի հետ դիմակայություններում եւ ես անձամբ եմ զգացել, որ Նոան
արդեն իր հայացքը երբ որ թեքում է դեպի գալիք խաղի վրա, իսկ գալիք խաղում այնտեղ գրված է Վան, նրանք հասկանում են, որ այս ակումբի հետ շատ ավելի բարդ է լինելու, քան նույն Ուրարտուի, Արարատ Արմենիայի եւ Փյունիկի հետ։ Նրանք արժանի մրցակիցներ են եւ վստահ եմ, որ այդ առումով եկող գալիք մրցաշրջանը ել ավելի հետաքրքիր ընթացք է ստանալու եւ եթե ամեն ինչ այսպես մնա, գոնե առաջին հնգյակում շատ ավելի հետաքրքիր պայքարի ականատեսն ու նվազագույն ակնկալիք դրանք մենք կարող ենք ունենալ։ Եվ քանի որ Եվս մեկ տուր կա եւ մենք դեռ հնարավորություն ունենք որոշակի այլ գործոնների մասին էլ խոսել, դա կթողեմ հաջորդ եթերի համար եւ մեր վերադարձը Հայաստան հայկական թեմատիկան կցանկանամ շարունակել ֆուտզալով, քանի որ այստեղ կա մի իրադարձություն, որը արժանի է շատ ավելի մեծ ուշադրության ու լուսաբանման, քան այն ինչ կա, եւ դա ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի փլեյ-օֆի եզրափակիչ դիմակայությունն է, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրար են հանդիպում Յունիսպորտն ու Երևանը։ Ցավոք սրտի հայկական մեդիա դաշտում չես տեսնի ինչ որ շատ լուրջ քննարկումներ այս դիմակայության շուրջ։ Պատճառները ես չեմ կարող ասել, հետաքրքրություն չկա, չնայած այն պայմաններում, երբ Հայաստանի հավաքականը մեգա խոշոր հաջողության հասավ, չնայած նրան, որ Երևանը ընդունեց Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչը, նախորդ տարի Եվ ինչ որ ֆուտզալի շուրջ տեղի ունեցողը պետք է որ ինչ որ արձագանք ունենար, սակայն այդպիսի ինչ որ հրապարակումներ, ինտենսիվ զրույց քննարկում չես տեսնում։ Հիմա մինչև հիմա կայացած երկու հանդիպումները մեկը մյուսից հետաքրքիր ստացվեցին, նախ եւ առաջ արդյունավետ, ֆանտաստիկ հետաքրքիր սցենարով Յունիսպորտ առաջին խաղը հաղթում էր, արդյունքում պարտվեց հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարում, երկրորդ խաղում, երբ Երևանը պետք է հաղթեր ու խաղի ընթացքում հաղթում էր, երկու գնդակի առավելություն ուներ, կամային որակներ այս անգամ ցույց տվեց հենց Յունիսպորտը ու արդեն հիմնական ժամանակում հաղթեց 5-3 հաշվով Երևանին, դիմակայությունում հաշիվը հիմա հավասար է եւ կարիք է լինելու երրորդ վճռորոշ հանդիպման, որտեղ որ եթե ասեմ ուղղակիորեն իրար ուտելու են այդ տղաները ֆուտզալի առումով, սպորտային առումով, ես երևի թե ոչինչ չեմ ասի, գժական պայքար է լինելու, շատ դիտարժան հանդիպում է սպասվելու եւ երրորդ հորիզոնականը եւս արդեն իր սեփականատերն ունի, բրոնզե մեդալները հայտնի է, որ բաժին է հասնելու Սիևնին, նրանք երրորդ տեղի փլեյ-օֆի խաղերում երկու դիմակայություններում էլ հաղթեցին Արաքսֆաֆին եւ մնացել է մեկ ու հիմնական ու ամենակարևոր հանդիպումը եւ այստեղ պետք է արդեն պարզ դառնա թե ով է Հայաստան ներկայացնելու նաեւ ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Դե ինչ այս պայդրությամբ առաջ չեմ կարող ընկնել եւ ասել թե արդեն որոշվել է օրը թե ոչ, դա ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում այդ մասին հրապարակում կլինի, բայց գալիք օրերի ընթացքում է երրորդ հանդիպումը տեղի ունենալու։ Բոլոր նրանք, ովքեր որ ֆուտզալ խաղում ու սիրում են, առաջարկում եմ հետևել ուշիուշով, ուշադիր, նվազագույնը այստեղ ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում լինելու է այդ ինֆորմացիան եւ Ավանի ակադեմիայի դահլիճում է հանդիպումը տեղի ունենալու, մանրամասները կրկնում եմ առանձին նյութի տեսքով կլինի եւ ասեմ ձեզ, որ ես այդ հանդիպմանը սպասում եմ այնպես, ինչպես որ օրինակ նույն Չեմպիոնների լիգայի եզրափակի հանդիպմանը, քանի որ դա մի բան է, որը որ մերն է, դա մի բան է, որը որ հաճելի է դիտել եւ այդտեղ տղաներ են խաղում, որոնք որ հավաքականի խաղացողներ են եւ հավաքականի տեխնացուներ։ Նրանք խաղում են ֆանտաստիկ ֆուտզալ։ Այնպես որ առաջարկում եմ գալ եւ դիտել այդ հանդիպումը։ Եվ քանի որ եկել ենք վերադարձել ենք Հայաստան, եւս մեկ առիթ ու հնարավորություն խոսելու վազքի մասին, առողջ ապրելակերպի մասին, հանգստյան օրերի ընթացքում One Run-ը տեղի ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, հնարավորությունից օգտվեցի նաեւ ես, չնայած նրան, որ ավելի վաղ Spring Run-ում վազել էի, ոչ այդքան ցանկալի արդյունք գրանցել իմ համար, փորձեցի այստեղ իրավիճակը շտկել, այդքան էլ չստացվեց, 10 կիլոմետր մրցատարածություն, այդպես էլ իմ համար իմ ցանկալի արդյունքով ես ինչ որ չեմ
չեմ կարողանում անցնել, դե մնում է ինքս ինձնից միայն բողոքեմ, ես գիտեմ, որ կարող եմ շտկել ծանր աշխատանքի մարզումների միջոցով, բայց դա չէ էականը, իմ համար շատ ավելի կարևոր էր, որ քաղաքի կենտրոնում, հա, ինչ որ զվարճալի, հետաքրքիր, ուրախ դեմքերով, շատ հաճելի մթնոլորտ ու միջավայր էր շաբաթ օրը, ես միաժամանակ նաև երեխաներիս էի տարել, նրանք մասնակցեցին 1 կիլոմետր մրցատարածությունում վազքին, այս ամենը միայն մեկ բանի մասին է, ես ցանկանում եմ, որ բոլորը ովքեր ունեն երեխա, ովքեր որ սիրում են սպորտ, ովքեր որ ցանկանում են իրենց երեխաներին ցույց տալ, թե ինչ է մրցակցությունը, ինչ է պայքարը, մանավանդ որ բոլորը վերջում ստանում են մեդալ, հուշանվեր այդ իրադարձությունից կարող են պարծենալ, թե մանկապարտեզում, թե դպրոցում, իմ աղջնակը, որը դեռևս մանկապարտեզում է, գերագույն ուրախություն է նրա համար այդ մեդալը ունենալ իր պարանոցին եւ հետո մատով ցույց տալ, թե որ տղային է նա հաղթել, այն դեպքում, երբ թե տարիքով է նա փոքր, թե չափերով, թե արագությամբ, բայց նա հաղթեց տղաներին, շատ տղաների, շատ աղջիկների եւ 7 րոպե 40 վայրկյան արդյունքով հատեց 1 կիլոմետր մրցատարածությունը։ Նրա համար անչափ շատ ուրախ եմ։ Նվազագույնը, եթե ես իմ համար մի քիչ տխուր է եւ դժգո, ուրախանալու առիթ իրապես ես ունեմ։ Եվ առասարակ ուրախ եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր որ այդ օրը նվաճեցին մեդալներ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրեցին տարբեր մրցատարածություններում։ Կրկնում եմ, վազքը դա մարզական ինչ-որ փոքրիկ տոն է եւ այստեղ պայքարը ոչ թե նրա համար է, որ դու ինչ-որ մեկին կոնկրետ պետք է հաղթես, այլ այստեղ դու հաղթում ես ինքդ քեզ եւ դրա հնարավորությունը կա, տրվում է մանր ու միջին, մեծ ու փոքր իրադարձությունների շնորհիվ, որոնք որ հավատացած եմ դուք սոցիալական ցանցերում տեսնում եք, բայց դրան որևէ կարևորություն ինչ պատճառներով չեք տալիս, խորհուրդ եմ տալիս տրամադրվել, գալ քայլելով գոնե այդ մրցատարածությունները, այդ 5 կիլոմետրը քայլել, կիսավազել, ինչ որ մի ձև հաղթահարել, հետո հավատացնում եմ վերջում դուք ինքներդ ձեզ շատ ավելի ուժեղ եք զգալու, քան ընդամենը դրանից, չգիտեմ, 2-3 ժամ առաջ էր։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, Sport Podcast Դեթանոսի հետ դուրս է գալիս Բուն TV եթեր ամեն 3 շաբթի, կհանդիպենք գալիք շաբաթ։